Տիկին Հակոբյան, դուք եք ձեր թիմակից Արսեն Թորոսյանի նման կարծում, որ Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, պատգամավորն այդ եզրահանգմանը կամ կարծիքին եկել էր երեկվա իրադարձությունները հաշվի առնելով։ Պարոն Թորոսյանի գրառմանը անկեղծ ասած չեմ հասցրել ծանոթանալ, բայց այն որ ձգձգում է կամ խուսափում է պայմանագիրը կնքելուց մենք բազմաթիվ անգամ դրա մասին հայտարարել ենք, սակայն նաև հիմա ունենք արդեն այդ թվում հայտարարություն ադրբեջանական կողմից կապված վերջնարդյունքում խաղաղության պայմանագիր ունենալու ցանկության մասին։ Բոլոր կետերը համաձայնեցված են ըստ էության եւ ընդդիմությունն ասում է, որ այդ կետերը համաձայնեցվել են Ադրբեջանի պահանջով։ Հետևաբար հարց է առաջանում, եթե Ադրբեջանը հասել է իր ցանկալի արդյունքին, հետևաբար ինչու պիտի ձգձգի դրա ստորագրումը, եթե այն բխում է իր շահերից։ Դուք հենց նոր հերքեցիք, հենց մեր ընդդիմության ասածները, որովհետև մի նախադասության մեջ երկու բանի մասին էլ խոսում եք, իրենց պահանջով են, բայց ձգձգում են։ Ուզում եմ նաև ասել, որ ընդդիմությունը, քանի որ տեղյակ չէ ամբողջ ընթացքից, խաղաղության պայմանագրի այս տեքստի, փոխադարձաբար իրար ուղարկելուց խմբագրումներից եւ նաև վերջնական արդյունքը չի տեսել, չի կարող որևէ եզրահանգում անել։ Ես իբրև այս պայմանագրի կետերին ծանոթ մարդ, ուզում եմ վստահեցնել, որ այս համաձայնագրում չկա կետ մեկ կետ, որը Հայաստանի շահերից չի բխում։ Եվ վստահեցնում եմ, որ եթե մեր քաղաքացիները ունենան, այսպես ասած, անակնկալներ կարդալուց հետո վերջնական տեքստը, ապա միայն դրական անակնկալներ են լինելու։ Երբ է հրապարակվելու եւ նաեւ հարց է առաջանում, թե եթե բանակցել են, որոնք այդ թվում եւ ըստ իշխանականների բխում են նաեւ Հայաստանի շահերից, ինչի չի հրապարակվում սկզբից մինչեւ վերջ հասկանան, թե ինչ կետերի շուրջ է եղել անհամաձայնություն, որոնք են փոփոխվել եւ ինչպիսին է վերջնարդյունքը։ Կարծում եմ չկա այնպիսի կետ, որի մասին տարբեր շրջաններում չենք խոսել հասարակության հետ, բայց վերջնական տեքստը հրապարակային դարձնելու դեպքում կարծում եմ պետք է մյուս կողմի հետ եւս ունենալ խոսակցություն եւ կարծում ես խնդիր չեմ տեսնում դա հրապարակայնացնելու համար, բայց ես չեմ հարցի հասցեատերը։ Կառուցողական է տրամադրված ձեր կարծիքով Ադրբեջանը։ Ես սրան էլ չեմ կարող պատասխանել, որովհետև մենք տարբեր փուլերում տեսել ենք տարբեր դրսևորումներ, որոնք կապ չունեն կառուցողական լինելու հետ եւ այս փուլից հետո, երբ արդեն ունենք համաձայնեցված տեքստ, սրանից հետո ինչպիսի կդրսևորի իրեն ադրբեջանական կողմը, կտեսնենք առաջիկայում, մենք լիահույս ենք, որ կառուցողական կգտնվեն եւ հայկական կողմի նման կունենան ցանկություն ի վերջո ունենալ ոչ միայն վավերացրած խաղաղության համաձայնագիր, այլև իրականում խաղաղություն։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այո, ճանապարհ տալու ենք, միջանցքի մասին է խոսքը, ի վերջո ինչ ճանապարհի մասին է խոսքը, այդ ապաշրջափակում ասվածը ինչ է ենթադրում։ Հուսամ դուք այն լրատվամիջոցը չեք ներկայացնում, որոնք մանիպուլացրել են վարչապետի խոսքը կտրելով կոնտեքստից, վարչապետը խոսել է ճանապարհի մասին, սակայն Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության ներքո։ Սա բնականաբար չի կարող վերաբերել միջանցքին, որովհետև միջանցքը ենթադրում է ոչ այս դեպքում Հայաստանի սուվերենություն, սակայն այդ նույն նախադասության մեջ վարչապետը խոսել է հենց Հայաստանի սուվերենության մասին։ Մենք խոսել ենք ճանապարհների մասին, ասեմ ավելին, Հայաստանի բոլոր հարևաններին առաջարկել ենք նախագիծ խաղաղության խաչմերուկի մասին եմ խոսում, որը ենթադրում է բոլոր կոմունիկացիաների բացում, բոլոր ուղղություններով, ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար, մյուս երկու հարևանների հետ արդեն իսկ ունենք բաց ճանապարհներ, կոմունիկացիաներ։ Եվ հաշվի առնելով այս զարգացումները, համաձայնեցված կետերը եւ այլն, ձեր կարծիքով խաղաղության պայմանագիրը ի վերջո երբ կստորագրվի։ Եթե իմ ցանկությանը լիներ, ապա 3, սակայն միայն իմ ցանկությամբ չէ, կա նաև երկրորդ կողմ եւ մենք համենայն դեպս առավելագույնն ենք անում, որ ինչքան հնարավոր է շուտ ստորագրվի, որովհետև արդեն իսկ ունենք ամենակարևորը, 4 տարի բանակցություններից հետո վերջապես համաձայնեցված 17 շատ կարևոր կետեր, մնում է միայն ստորագրելու տեղ ժամի հետ կապված ուրեմն համաձայնությունը եւ բնականաբար նաև քաղաքական կամքը։
Ներքաղաքական որոշ զարգացումների անդրադառնանք արխիվում ընտրություններ են, հա, երկու խոշոր համայնքներում Գյումրիում եւ Փարաքարում, նախ ինչպիսին է ձեր կարծիքով այս պահին ՔՊ-ի տեխնացուների վարկանիշը եւ Նիկոլ Փաշինյանի Գյումրիում ելույթը շատերը գնահատեցին ըստ էության պարտվողականության տեսանկյունից, ասելով որ այդ էմոցիոնալ ելույթը մեղադրանքները առաջադրված տեխնացուներին անցյալի հիշելը 30 տարեվա թալանը եւ այլն խոսում է այն մասին, որ ՔՊ-ի ռեյտինգ չունի եւ ըստ էության չի կարողանա իշխանությունը ձևավորել երկու համայնքներում էլ, մասնավորապես Գյումրիում։ Ես այլ մեկնաբանություն եմ լսել, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի ելույթ էր ավելի շատ, իսկ դա համարել օրինակ, չգիտեմ, պարտվողական բան, պահվածք, կարծում եմ, բան չի էլի, նկատի ունեին հակառակը, մյուս կարծիքն ասողները, ես մեր տեխնացուների վարկանիշի մասին ինչ որ տվյալներ չունեմ, բայց հաշվի առնելով հասարակական, հա, կարծիքները առանձին, հա, հասարակության անդամների, ես ունեմ վստահություն, որ երկու համայնքում էլ քաղաքացիական պայմանագիրն ունենալու է հաղթանակ եւ մնում է արդեն, հա, օրը գա եւ դա արձանագրվի։ Այսինքն ինչ որ հարցումներ է իրականացվել, ինչի հիման նման, հա, կարծիք է ձևավորվել, թե հասարակության հետ շփման տրամադրությունները։ Ես ասացի, որ ինչ որ հարցման ցուցանիշների չեմ տիրապետում, այլ հասարակության հետ շփման արդյունքում եմ ասում, այդ թվում մի քանի օր առաջ օրինակ Գյումրիում էի, այնտեղ եմ շատերի հետ շփվել, այսինքն հասարակական տրամադրությունները ենթադրում են հենց այն մասին, որ քաղաքացիական պայմանագիրը ունի ռեալ շանս հաղթելու։ Սրա մասին է խոսում, ոչ հարցումներ իմ աչքով չի ընկել, ես չեմ տիրապետում։ Դուք եք օրինակ կարծում, որ առաջադրված տեխնացուները առաջադրվել են, որ օրինակ իրենց թալանը կարողանան պահեն եւ այլն, ինչով մեղադրում էր Նիկոլ Փաշինյանը մյուսներին։ Դե երբ որ հաշվի ենք առնում, թե ինչ հիմնականում ինչ ուժեր են կանգնած տեխնացուների ետևում, բնականաբար այո, չի կարող, հա, Սերժ Սարգսյանի փեսայի մտերիմ ընկերը հանրապետականի տենց գրանցած կուսակցության հանդես եկող տեխնացուն նախկին, հա, տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող տարբեր մարդիկ հավակնություն, հա, ունենան եւ դրա նպատակը լինի ծաղկացնել Գյումրին, սա այնքան էլ բան չի, իրատեսական չի, էլի։ Բայց ձեր Սարիկը, հա, մինչ այդ արդեն Լուսավոր Հայաստան խմբակցությունով պատգամավոր էր, մենք հիշում ենք, որ Լուսավոր Հայաստանը եւս, հա, կապվում էր Միքայել Մինասյանի անվան հետ գոնե ստեղծման նման խոսակցություններ եւս կար, Սարիկ Մինասյանը եղել է հանրապետական կուսակցության անդամ, ինչի փաստաթուղթը ՀԿ-ականները հրապարակեցին, սա եւս չի խոսում այն մասին, որ դուք գտել եք նախկինների տեխնացուին եւ դարձրել ձերը։ Ինչ վերաբերում է հանրապետական լինելու, դուք իբրև փորձառու լրագրող պետք է որ հակառակ կողմի կարծիքը եւս լսած լինեք եւ ճիշտ չի նման ձևակերպումով հարցը տալ, որովհետեւ միգուցե որոշ հեռուստադիտողներ միայն ձեր հարցը հասցնեն լսել։ Պարոն Մինասյանը հերքել է ուրեմն այդ fake փաստաթղթի հրապարակման մասին լուրերը եւ հերքել է, որ եղել է հանրապետական կուսակցությունից։ Լուսավոր Հայաստանը ինձ մոտ ասոցացվում է ավելի շատ քաղաքացիական պայմանագրի հետ, որովհետև հիշում եք, որ մի կոալիցիայի մեջ էին, ոչ միայն խորհրդանում, այլև ավականիում եւ կարծում ասոցիացիաները ավելի շատ քաղաքացիական պայմանագրի հետ են, քան ձեր ասած շրջանակների, նաեւ հաշվի առնենք, որ Լուսավոր Հայաստանը կիսել է հեղափոխական ուրեմն արժեքները եւ այո, ավելի շատ կապված է քաղաքացիական պայմանագրի հետ, դրա համար իսկ մնացածը կարծում եմ բանը խոսակցությունների մակարդակի են, ես ինքս հակառակի մասին փաստեր չեմ տեսել։ Եվ վարչական ռեսուրսի կիրառման մասին է, հա, բարձրաձայնվում արդեն իսկ ընդդիմության կողմից, այդ թվում եւ հաշվի առնելով օրինակ կինո հոկտեմբերն են դարձրել Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբ, բազմաթիվ ուժ հաստատությունների, դպրոցների տնօրեններ եւ այլն ընդգրկվել են քաղաքացիական պայմանագրի ավականու ցուցակում։ Նայել եք այլ կուսակցությունների ցուցակները։ Նայել ենք, օրինակ եղել են
իհարկե խոսքը նաև մյուսներին է վերաբերում, բայց ավելի շատ առանձնացված է ԿՊ-ը, որովհետև այդտեղ է արտահայտիչ ձևով։ Որովհետև հետաքրքիր է քաղաքացիական պայմանագիրը, կարծում եմ դրա համար է առանձնացված քաղաքացիական պայմանագիրը, բոլորի ցուցակներում էլ կան տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում ուրեմն կրթական ոլորտը ներկայացնող մարդիկ, մշակույթը ներկայացնող մարդիկ եւ տրամաբանությունն էլ հուշում է, որ ավականիում պետք է լինեն այնպիսի անդամներ, որոնք հետաքրքրված են տարբեր ոլորտներով, այդ թվում օրինակ կրթական ոլորտի, ինչպես ասացի, բոլոր ես ինքս ինչքան հասցրել եմ ուսումնասիրել, բոլոր կուսակցությունների, հա, ավականու ցուցակներում էլ արկա են նույն ձեր նշած, հա, ոլորտի ներկայացուցիչները, ինչ որ քաղաքացիական պայմանագրում է։ Ուղղակի ուշադրությունը մեծ կողմն է եւ մեր դեպքում դա որոշները համարում են լծակի կիրառում, չնայած նրան, որ այդ մարդիկ հասարակության անդամներ են, նրանք մասնակցում են ընտրություններին, կարող են ընդգրկվել ուրեմն ավականի ցուցակում, սակայն ուզում եմ նաեւ շեշտել, որ մեր կուսակցության համար կոնկրետ կուսակցական լինելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձնում օրինակ, որ մեր կուսակցության ուրեմն անդամներ չդառնան օրինակ դպրոցի տնօրենները, որովհետև մեզ համար այս ուրեմն հաստատությունները ապաքաղաքականացումը շատ ավելի կարևոր է եւ մենք ունենք նաեւ օրենսդրական նախաձեռնություններ դրանց հետ կապված, այնպես որ մեզ դրանում մեղադրելը այդքան էլ արդար չէ։ Եվ եթե այնուամենայնիվ ԿՊ-ին չհաջողվի բացարձակ մեծամասնություն կազմել, պատրաստ է այլ ուժերի հետ համագործակցել եւ այստեղ կան կարմիր գծեր, որոնց հետ է հնարավոր համագործակցությունը, որոնց հետ չէ։ Մենք տրամադրված ենք հաղթանակի եւ այն հաղթանակին, որը կենթադրի նաեւ քաղաքապետ ունենալուն, այնպես որ նման քննարկումներ այժմ կուսակցությունում չկան, եթե արդյունքները մեզ համար անակնկալ լինեն, այդ հետո արդեն կարծում եմ քննարկելու թեմա, մենք այժմ չունենք նման քննարկումներ, ժամանակը նման քննարկումների վրա ծախսելու փոխարեն, ուրեմն ավելի նախընտրում ենք զբաղվել նախընտրական մեր քարոզչությամբ եւ քաղաքացիներին բոլորին, բոլոր անդամներին տեղ հասցնել մեր ծրագրերը եւ համոզել ընտրելու մեր տեխնացուին։